Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան։ Ինչ են անում Հայաստանի հարևանները։ Ինչ է կատարվում այդ երկրներում։ Թբիլիսիի կայանամերձ հրապարակ մետրոյի կայարանի մոտակայքում գտնվող շուկայում ապրիլի 30-ի վաղ առավոտյան բռնկված խոշոր հրդեհը չեզոքացվել է։ Այս մասին հայտնել է Հրշեջ փրկարարական ծառայության գլխավոր վարչության պետ Լևան Մուսելյանին։ Մոտավորապես ժամը 6-ին բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցել է մոտ 30 Հրշեջ փրկարարական մեքենա եւ մոտ 150 Հրշեջ։ Ականատեսների վկայությամբ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկում գտնվող կոշիկի խանութում, հագուստի եւ այլ իրերի պահեստներում։ Մուսելյանին ասել է, որ հրշեջների ժամանակին արձագանքման շնորհիվ հնարավոր եղավ տեղայնացնել եւ չեզոքացնել հրդեհը։ Նրա խոսքով հրդեհը տարածվել է մոտ 15000 քառակուսի մետր տարածքում։ Մուսելյանի խոսքով հրշեջները տարհանել են մոտակա կլինիկաների հիվանդներին։ Ներկայում աշխատանքներ են տարվում մնացած հրդեհի ծխացող օջախները մարելու համար։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ, զոհերի մասին տեղեկություններ չկան։ Այսօր ես ուզում եմ հատուկ պատվով շնորհավորել Վրաստանի տարածքային ամբողջականության համար մարտերում եւ միջազգային առաքելություններում զոհված զինվորների ընտանիքներին եւ ասել նրանց, որ մենք երբեք չենք մոռանա մեր հերոսներին եւ միշտ նրանց հանդեպ պատշաճ հարգանք կցուցաբերենք։ Վազիանիում Վրաստանի պաշտպանության ուժերի 34-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում ելույթի ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ հանուն հայրենիքի անձնազոհության եւ հերոսության օրինակները երբեք չեն ջնջվի վրաց ժողովրդի հիշողությունից։ Կոբախիձեն հատուկ շնորհավորանքներ է հղել զինված ուժերի վետերաններին։ Ես խոնարհվում եմ մեր հերոսների պայծառ հիշատակի առջև, ուզում եմ հատուկ հարգանք հայտնել զինված ուժերի վետերաններին, որոնցից շատերը իրենց առողջությունը զոհաբերեցին հայրենիքի համար։ Վրաստանի պաշտպանության ուժերը մեր ինքնիշխանության եւ անկախության անսասան երաշխավորներն են։ Ահա թե ինչու դուք գտնվում եք մեր կառավարության առաջնահերթությունների շարքում։ Կոբախիձեն վստահեցրել է, որ իր գլխավորությամբ կառավարությունը կշարունակի ապահովել երկրում խաղաղություն եւ կայունություն։ 2025 թվականի ապրիլի 21-ի դրությամբ վրացական գյուղատնտեսական մթերքների արտահանումն աճել է 19%-ով կամ 9.2 միլիոն դոլարով, հասնելով 56.9 միլիոն դոլարի։ Աճը հիմնականում պայմանավորված է ընկույզի, մրգային եւ բանջարեղենային հյութերի, նաեւ գինու արտահանմամբ։ Պնդուկի արտահանման արժեքը աճել է 5.2 միլիոն դոլարով, հասնելով 19 միլիոն դոլարի։ Մրգային եւ բանջարեղենային հյութերի արտահանման արժեքը 4.3 միլիոն դոլարով, հասնելով 5.7 միլիոն դոլարի, իսկ գինու արտահանման արժեքը աճել է 2.3 միլիոն դոլարով, հասնելով 11.2 միլիոն դոլարի։ Այս ժամանակահատվածում գյուղատնտեսական արտադրանքի արտահանման արժեքը զգալիորեն աճել է դեպի ադրբեջանական շուկա։ Արտահանումն աճել է 10%-ով կամ 4.4 միլիոն դոլարով։ Հիմնական աճը պայմանավորված էր գազավորված ըմպելիքների եւ կարտոֆիլի արտահանմամբ, որոնց արժեքը կազմել է համապատասխանաբար 9 եւ 3.6 միլիոն դոլար։ Բացի այդ, գինու արտահանման աճ է գրանցվել Չինաստանում։ Արտահանման ծավալը աճել է 1.2 միլիոն դոլարով, հասնելով 3.2 միլիոն դոլարի։ Թուրքիան եւ Իտալիան կշարունակեն ամրապնդել համագործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում նոր նախագծերի միջոցով, միաժամանակ կխթանեն փոխադարձ առևտուրը։ Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանը եւ Մելոնին հանդիպել են 17-րդ դարի Դորիա Պամֆիլիի վիլայում միջկառավարական գագաթնաժողովի շրջանակում, որին մասնակցել են նաեւ երկու երկրների նախարարներ։ Մենք կշարունակենք ամրապնդել մեր պաշտպանական արդյունաբերության գործակցությունը Իտալիայի հետ, որը զգալի առաջընթաց է գրանցել նոր գործընկերությունների եւ նախագծերի միջոցով։ Մելոնին նշել է, որ Թուրքիայում գործում է ավելի քան 400 իտալական ընկերություն եւ անցած տարի առևտրի ծավալը հասել է 32 միլիարդ դոլարի։ Իտալական Լեոնարդոն եւ թուրքական Բայկարը հայտարարել են, որ ստեղծում են համատեղ ձեռնարկություն անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար։ Այդ գործընթացը Մելոնին անվանել է նշանակալից։ Դա թույլ կտա մեզ ամրապնդել համապատասխան ուժեղ կողմերը, բացել շուկայական նոր հնարավորություններ, հատկապես Եվրոպայում։ Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Էրդողանը նշել է, որ երկկողմ առևտրաշրջանառությունը տարեկան 40 միլիարդ դոլարի հասցնելու նպատակ են սահմանել իտալացի գործընկերոջ հետ։ Երկու երկրները ստորագրել են գործակցության 11 հուշագիր, այդ թվում առևտրի, արդյունաբերական ներդրումների, տիեզերքի, մշակույթի, սպորտի, սոցիալական ծառայությունների, արխիվների, տրանսպորտի եւ պաշտպանության վերաբերյալ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը եւ նրա իտալացի գործընկեր Սերջիո Մատարելան քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, նաեւ երկկողմ կապերը։ Հանդիպման ընթացքում Էրդողանը նշել է, որ Թուրքիան եւ Իտալիան վճռական են զարգացնելու իրենց երկկողմ հարաբերությունները եւ ընդլայնելու երկու երկրի միջև գործակցությունը, եւ որ այս փոխհմբռնման շնորհիվ նրանք կհասնեն 40 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին, հայտնել է Թուրքիայի հաղորդակցության վարչությունը։ Էրդողանը նշել է, որ Անկարան ջանքեր է գործադրում տարածաշրջանում բոլոր հակամարտությունները դադարեցնելու համար, մասնավորապես Ռուսաստան-Ուկրաինա շարունակվող պատերազմը եւ Իսրայելի կողմից Պաղեստինի տարածքների վրա հարձակումները։ Էրդողանը նաեւ նշել է, որ Թուրքիան շարունակելու է անել ամեն ինչ նախ երկարատև հրադադարի հասնելու, ապա այդ տարածքներում երկարատև խաղաղություն հաստատելու համար։ Միացյալ Նահանգների Սենատը 60 կողմ 36 դեմ ձայնով հաստատել է Թոմ Բարաքին Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում։ Այս ամսվա սկզբին խորհրդարանական լսումների ժամանակ Բարաքը կարևորել էր Թուրքիայի ռազմավարական դերը որպես ՆԱՏՕ-ի անդամ։ Թուրքիան ՆԱՏՕ-ում մերարժեքավոր գործընկերն է, որը գտնվում է Եվրոպայի, Ասիայի եւ Մերձավոր Արևելքի խաչմերուկում։ Նա անգնահատելի դեր ունի դաշինքի զարգացման գործում, ասել էր Բարաքը։ Նա 77 տարեկան է, լիբանանցի ներգաղթյալների ժառանգ, մեծացել է Կալիֆոռնիայում։ Forbes-ի տեղեկությամբ Բարաքի կարողությունը ձևավորվել է հետաքրքրություն չներկայացնող ակտիվներում ներդրումների շնորհիվ, այդ թվում Գերմանիայում եւ Մերձավոր Արևելքում անշարժ գույքի շուկայում։ Երկու օր առաջ Իրանի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը պաշտոնական տվյալների համաձայն անցել է 70-ից, տուժել է ավելի քան 1200 մարդ։ Պայթյունի պատճառն անփութությունն է եղել, հայտարարել է Իրանի արտգործնախարարությունը։ Պայթյունը անօթաչու թռչող սարքերի կիրառման կամ դիվերսիայի հետևանք չի եղել։ Այդ մասին ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Մեհդի Շահրիարին։ Ըստ նրա մեծ է հավանականությունը, որ միջադեպը եղել է ինչ-որ սխալի հետևանք, այլ ոչ թե չարամիտ դիտավորություն։ Նրա խոսքով այս մասին են վկայում նաև դեպքի վայր մեկնած падգամավորների պատվիրակության անդամները։ Իրանական մեհր գործակալության փոխանցմամբ ապրիլի 29-ին պայթյուն է գրանցվել նաև Սպահանի Վառոդի գործարանի պահեստներից մեկում։ Մահացել է առնվազն 3, վիրավորվել 2 մարդ։ Պայթյունի պատճառը դեռևս չի հայտարարվել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հրագրեր է հղել իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիին եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անմեղ քաղաքացիների զոհվելու կապակցությամբ։ Իրանի հոգեվոր առաջնորդին ուղղված հրագրում վարչապետը զորակցության եւ համերաշխության խոսքեր է հղել Իրանի բարեկամ ժողովրդին շուտապույտ ապակինում մաղթելով բոլոր վիրավորներին։ Իրանի նախագահին ուղղված հրագրում էլ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ժողովրդի եւ Իրանունից ցավակցություն եւ վշտակցություն է հայտնել։ Այս ծանր պահին զորակցություն եմ հայտնում զոհերի ընտանիքներին եւ հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտապույտ ապակինում, նշել է Հայաստանի ղեկավարը։ Իրանի խորհրդարանը անվստահության գործընթաց է սկսել Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի դեմ երկրի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի անվան նավահանգստում անփութության հետևանքով տեղի ունեցած պայթյունի պատճառով։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի քաղաքացիական շինարարության հանձնաժողովի անդամ Մանան Ռայիսին։ Նա նշել է, որ ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնվել է խորհրդարանի անդամների կողմից հիմնվելով թույլ տված թերացումների վրա։ Ֆարզանե Սադեղի իմպիչմենտի առաջարկը մինչև օրս ստացել է խորհրդարանի 41 անդամի ստորագրություն, հայտնել է նա։ Միացյալ Նահանգներն արդյունավետ բանակցություններ է վարում Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման բոլոր տարբերակները, որպեսզի Թեհրանը միջուկային զենք չստեղծի։ Այս մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայք Ուոլցը։ Նախագահ Թրամփը հավատարիմ է իր դիրքորոշմանը եւ երաշխավորում է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա։ Այդ նպատակին հասնելու արդյունավետ դիվանագիտությունը հենց հիմա է ընթանում, բայց նախագահը հասկացրել է, որ Իրանի կողմից երբևէ նման զենքի ստեղծումը կանխելու բոլոր տարբերակները մնում են սեղանին։ Միաժամանակ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայեին հայտարարել է, որ ուրանի ներքին հարստացումը եւ պատժամիջոցների արդյունավետ վերացումը Թեհրանի անվիճելի պահանջներն են Վաշինգտոնի հետ ընթացող անուղղակի բանակցություններում։ Թեհրանը եւ Վաշինգտոնը մինչեւ այժմ Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունների 3 փուլ են անցկացրել, մեկը Հռոմում, երկուսը Մուսկաթում։ Բաղայեին հայտնել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է մայիսի 3-ին Օմանի միջնորդությամբ։ 3 կողմերը համատեղ կորոշեն բանակցությունների կոնկրետ ժամանակն ու վայրը։ Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգների պատժամիջոցների վերացումը համապատասխանում է Իրանի ժողովրդի շահերին եւ Իրանը որևէ սահմանափակում չի դնի այս նպատակին հասնելու համար։ Այնուամենայնիվ Իրանը սահմանել է իր սեփական կարմիր գծերը իր հիմնական ազգային շահերը պաշտպանելու համար։
Սկզբունքորեն հարստացումը ցանկացած արդար եւ իրատեսական համաձայնագրի անբաժանելի մասն է եւ պետք է լինի, որը մենք կարող ենք կնքել այլ գործընկերների հետ։ Կարծում եմ, որ սա միայն Իրանի քաղաքական դիրքորոշումը չէ։ Այն ըստ էության անկախտելի իրավունք է, որը ամրագրված է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով եւ համապատասխանում է միջազգային իրավունքին։ Բաղայեին նաեւ նշել է, որ ցանկացած բանակցության մանրամասները պետք է լինեն արդեն համաձայնեցված ընդհանուր ուրվագծերի շրջանակում, հավելելով, որ համաձայնության չեն հասնի, եթե Իրանի շահերը հաշվի չառնվեն։ Նա ընդգծել է, որ բանակցությունների յուրաքանչյուր փուլում միաժամանակ կանցկացվեն տեխնիկական խորհրդակցություններ, ընդգծելով, որ պատժամիջոցների հենց արդյունավետ վերացումը բանալի բառն է։ Միացյալ Նահանգների կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում տեղի ունեցել քննարկում COP29-ի համաժողովից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ։ Քննարկմանը փաստաբան Ջարեդ Գենսերը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի իրադարձություններին, դրանք որակելով էթնիկ զտում։ Նա նշել է, որ դրանից հետո Ադրբեջանը քայլեր է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում հայկական հետքը եւ քրիստոնեական ներկայությունը վերացնելու համար։ Ջարեդ Գենսերը հիշեցրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը աշխարհում քրիստոնյաներին, այդ թվում հայերին աջակցելու վերաբերյալ, հավելել, որ պետք է քայլեր ձեռնարկվեն ցույց տալու, որ լուրջ հետևանքներ կլինեն, եթե Ադրբեջանը քայլեր չձեռնարկի պահվող հայերին ազատ արձակելու ուղղությամբ։ Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթն էլ հայտարարել է, որ COP29-ի անցկացմամբ Բաքուն ցանկանում էր մեծացնել իր միջազգային հեղինակությունը, սակայն ձախողել է։ Նա հիշեցրել է, որ շատ երկրներ կամ չեն մասնակցել համաժողովին, կամ ուղարկել են ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ։ Կոնգրեսականի խոսքով, ի թիվս այլ խնդիրների, դա պայմանավորված է եղել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակով։ Սմիթը նշել է, որ մարդու իրավունքների ոլորտի դիտարկողներն արձանագրել են Ադրբեջանի ներսում եւ երկրից դուրս գտնվող ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ճնշումները սաստկացել են։ Վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցների տվյալը, կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանում կա 357 քաղբանտարկյալ։ Ադրբեջանում մարդու իրավունքները եւ օրենքի գերակայությունը Եվրամիության համար առաջնահերթություն են եւ ընկած են Եվրամիություն-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքում, ասված է Կայա Կալասի հայտարարության մեջ՝ ի պատասխան Եվրախորհրդարանի падգամավոր Էմանուել Ֆրագոսի հարցերին Ադրբեջանում բռնապետական միտումների վերաբերյալ։ Ֆրագոսը Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին հարցրել է նաեւ. Արդյոք Բաքուն պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալներին, ազատել հայ գերիներին եւ ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի երաշխիքներ։ Կալասի պատասխանում մասնավորապես նշված է. Եմեն բազմիցս մտահոգություն է հայտնել անկախ լրագրողների, իրավապաշտպանների եւ քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների թվի տագնապալի աճի կապակցությամբ։ Եմեն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել համապատասխանեցնել իրենց գործողությունները ներքին եւ միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին։ Այս համատեքստում Եմեն հետևողականորեն կոչ է անում ազատ արձակել բոլոր այն անձանց, որոնք ազատազրկվել են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար։ Նշվում է նաեւ, որ Ադրբեջանի հետ Եվրամիության փոխգործակցությունը կարևոր է Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ բարգավաճման խթանման համար տարածաշրջանային համագործակցության միջոցով, այդ թվում Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում։ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ Կալասը ողջունել է երկու երկրների միջև երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը, կոչ անելով բաց չթողնել պահը եւ ապահովել գործընթացի սահուն ավարտը։ Ես մտահոգությամբ եմ հետևում Անար Մամեդլիի դեմ քրեական բարույթին, ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերտին։ Նա տեղեկացրել է, որ Մամեդլին ձերբակալվել է ուղիղ 1 տարի առաջ եւ շարունակում է մնալ կալանքի տակ, սպասելով դատավարությանը, արտարժույթի մաքսանենգության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության եւ կեղծիքի մեղադրանքներով։ Օ'Ֆլահերտին նաեւ մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանում տասնյակ մարդու իրավունքների պաշտպաններ, լրագրողներ եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներ են բանտարկված իրենց օրինական աշխատանքի կամ խոհ կամ քննադատական կարծիք հայտնելու համար։ Օ'Ֆլահերտին խնդրել է Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել Անար Մամեդլիին եւ իրենց աշխատանքի համար բանտարկված մյուս բոլոր մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, նաեւ վերացնել նրանց դեմ հարուցված քրեական մեղադրանքներն ու դրանց հետ կապված ցանկացած սահմանափակում, այդ թվում արտասահման մեկնելու արգելքը։ Օ'Ֆլահերտին հիշատակել է նաեւ քաղաքացիական հասարակության ակտիվիստ Բախտիար Հաջիևին, որը 2025 թվականի հունվարի 13-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
ստեղծման։ Նաև անկախ լրատվամիջոց հանդիսացող կանալ 13-ի փոխտնօրեն Ազիզ Օրուջովին, որը 2025 թվականի փետրվարի 26-ին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, եւ ընդդիմադիր ակտիվիստ ու նախկին լրագրող Թոֆիկ Յագուբլուին, որը 2025 թվականի մարտի 10-ին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման։ Օֆլահերտին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ապահովելու, որ իր բոլոր օրենքներն ու իրավակիրառ պրակտիկան համապատասխանեն Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների չափանիշներին, ինչպես նաև կատարելու մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումները։ Նա վստահեցրել է, որ կշարունակի ուշադիր հետևել իրավիճակին եւ բարձրացնել այս հարցերը Ադրբեջանի իշխանությունների հետ, այդ թվում երկիր այցելությունների համատեքստում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մայիսի 7-ին կմեկնի Ադրբեջան, հայտնել է The Times of Israel-ը, վկայակոչելով Իսրայելի վարչապետի գրասենյակի տեղեկությունը։ Նեթանյահուի այցը կտևի մինչև մայիսի 11-ը։ Նշվում է, որ մայիսի 8-ին Նեթանյահուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եւ հրեական համայնքի անդամների հետ։ Ըստ լրատվամիջոցների այցի ընթացքում Նեթանյահուն Ադրբեջանի նախագահի հետ կքննարկի երկու երկրի միջև կապերի ամրապնդման հարցերը։ Իսրայելի վարչապետի նախորդ այցն Ադրբեջան տեղի է ունեցել 2016 թվականին։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։